Պարոն Ստեփանյան, դուք ինչ առիթով եւ ահազանգով եկաք այստեղ, որտեղ Սամվել Կարապետյանի մեծատի նկարն են փակցնում տաշիրի։ Որպես Երևանի Մայրահայաստան խմբակցության ավականու անդամ անցնում էի այս տարածքով, ահազանգ չի եղել, ոչ մեկ ինձ չի զանգել։ Ուղղակի տեսա, որ հերթական անգամ ժամանակավոր իշխանությունը տեղի է տալիս իր վախերին, հերթական նկարի հետ կռիվ են տալիս։ Հիմա այս մարդիկ այնքան վախերը շատացել է տեղ ու սահման չունեն, որ Սամվել Կարապետյանի նկարի հետ են արդեն մտել մենամարտի մեջ։ Գովազդի մասին օրենքի կամ մնացած այլ։ Իսկ դու մտածում եք, որ ինչ-որ բան էս երկրում կամ Երևան քաղաքում կատարում է օրենքի սահմաններում։ Իհարկե ոչ։ Նշված Սամվել Կարապետյանի նկարները Հյուսիսային պողոտայում փակցված էին։ Իսկ 23 թվականին նույն տեղում փակցված էր 9%-անոց Տիգրան Ավինյանի նկարները։ Տիգրան Ավինյանի դեպքում օրենք չէին խախտել, Սամվել Կարապետյանի դեպքում օրենք էին խախտել։ Այն ժամանակ կարող ասեն նախընտրական շրջան էր։ Տարոզարշավի շրջան էր։ Սեփական տարածքում մարդիկ սեփական տարածքում իրենց նկարներն են կպցրել, փակցրել օրենքով սահմանված կարգով, իսկ Հյուսիսային պողոտայի նկարների պարագայում համ թույլտվություն ունեն, համ թույլտվության ժամկետներն էր, էդ էլ հաշվի չառավ։ Այս մարդիկ ՔՊ-ն եթե զգում է ինչ-որ մարդուց, ինչ-որ իրենից ուժ ներկայացնող մարդուց, այն մարդը, որը որ կանգնած է եկեղեցու կողքին, իրենց համար դա արդեն խնդիր է առաջացնելու, որը որ քաղաքացիները այս մարդու կողքին են, այս մարդու արարքն են ու տարբեր տեսակի խնդիրներ, որ լուծվել է քաղաքացիների համար, բոլորը դրական եմ վերաբերում Սամվել Կարապետյան, հիմա մարդիկ թողել են այդ մարդուն տարը նստացրել են, փակի տակ, հիմա անցել են իր նկարների հետ են կռիվ տալիս, այստեղ ուրիշ ոչ տարբեր մի ընկեք ուրիշ բան մտածեք։ Բայց Հայաստանի Հանրապետությունում օրենք չի գործում։ Բայց կա ինչ-որ նորմատիվ իրավական ակտ, որով կարելի է փակցնել կամ չի կարելի փակցնել։ Մարդիկ ցույց են տալիս իրենց թույլտվությունները, հենց նույն Հյուսիսային պողոտայի հետ կապված թույլտվությունները ժամկետի մեջ, մուծումները արած, գումարները մուծած, պետական, այո, որպես գովազդի համար մուծած իրենց գումարները, турքերը, խնդիրներ չկա, ժամկետանց չկա, դեռ ժամանակի մեջ եկան քանդեցին տարան, ոչ թե քանդեցին տարան, այդ էկրաններն էլ հետները տարան։ Դե էդ էլ երևի այնտեղ մի բան կանեն, դրանից է փող աշխատեն, էլի։ Վախ, ուրիշ ոչ մի բան չկա։ Այսինքն ավականու 2009 թվականի նոյեմբերի 18-ի համար 37-ը որոշման հիման վրա է հիմա ապամոնտաժում իրականացվում։ Այդ որոշումը կպարզաբանեք։ Իսկ Հյուսիսային պողոտայում այդ որոշման հիման վրա եք։ Մի հատ այս մարդկանց պետք է հարց տանք, մի հատ կողմնորոշվեք, ընդհանուր բոլորը գովազդ է։ Բոլորը նույն օրենքի մեջ նույն գովազդն է։ Ընդեղ էլ արդեն ապօրինի քանդեցին տարան նույն ձևից տեղ։ Այս մարդիկ ոչ մի օրենքով չեն շարժվում։ Ինչի մասին է խոսքը։ Թե ստեղ կլինի Տաշիր առևտրի կենտրոնում, թե Հյուսիսային պողոտայում, թե որտեղ այս մարդու նկարը որտեղ տեսան, իրանք քանդելու են, հանելու են, որովհետև մարդ կա, որ նկարի հետ արդեն կռիվ է տալիս, էլի։ Ինչ է գրած, ազատություն, Սամվել Կարապետյան, բան է գրած։ Ոչ մի բան գրած չի։ Նկարին նայում են, ընկնում են սթեյք բայ ռեժիմի մեջ երևի։